Ամեն անց տարբեր տարիքային փուլերում կարող է զգալ այդ հասունությունը, ինչ որ մեկը 20-22-ում իսկապես պատրաստ է, ինչ որ մեկը 35-ում էլ դեռ պատրաստ չէ։ Համենայն դեպս լինում են դեպքեր, որ երբ որ դու հանդիպում ես այն միակին, որ ամբողջ քո էությամբ զգում ես, որ սա հենց ինքն է, որ կա, ես կարծում եմ, որ պետք չի ասել, օ, ես դեռ պատրաստ չեմ։ Երբ որ դու պատրաստ լինես, այդ մարդը կարող է էլ չլինել։ Այո, ես կարծում եմ, որ եթե դու հանդիպում ես, կարելի է նախաձեռնել, բայց անշուշտ կան որոշակի կետեր, որոնք կարելի է պլյուսիկներ դնել, հա, միջև այդ կամ որպես առավելություն։ Այո, այո, շատ կարևոր է, որ անձը կարողանա որոշակի ոնց է մանկապարտեզ, դպրոց, ինստիտուտ, աշխատանք, սրանք կարծես կարևոր կետեր են, փուլեր են, հանգրվաններ են, որ մարդը պետք է անցնի։ Սրանցից ամեն մեկը, որ բաց է մնում, կարծես բաց է մնում ամբողջ կյանքում։ Հա, դրա համար, երբ որ անձը դպրոցը չավարտված, արդեն ամուսնանում է, դպրոցը ավարտելուց հետո կրթություն չի ստանում կամ ինչ-որ արհեստ ձեռք չի բերում, ամուսնանում է, հետո դա ձեռք բերելը շատ ավելի դժվար է լինում, չեմ ասում անհնար, բայց դժվար է լինում, հա, որովհետև կա բնականon զարգացման ճանապարհ, որով մարդը պետք է անցնի եւ արհեստական այդ ճանապարհը այսպես հա, նու արհեստական զարգացնել, հա, ոնց որ դեռ այն փուլն է, որ ինքը դպրոցը պետք է ավարտի, կրթության հարց լուծի, մի հատ ինքը իրեն գտնի այս կյանքում, մտածում են, որ դե լավ, շուշուտ մի հատ մեկին գտի, ամուսնացի, հա, բանման չկա, անդադ այդ հարցով կարծես մեր սոցիումը դնում է քո առաջ այդ սպասելիքը, որ դե դպրոցը ավարտեցի, մի բան արա, մեկին գտի, ամուսնացի։ Չնայած հիմա մի քիչ փոխվել է, այսինքն մենք ունենք դրական առաջ խաղացում, բայց պետքա մարդը անցնի այդ նորմալ ճանապարհը, որը իրեն ավելի պինդ է դարձնում։ Թեկուզ քիչ առաջ ես որ նշում էի, չէ, դու պետքա կարողանաս քո պոզիցիայի համար, այդ բառը նորից ինձ հուշեք, քո տեսակետի համար, այո, կանգնես, այդ կանգնելու համար քեզ գիտելիք է պետք։ Քեզ հմտություններ են պետք, որ դու կարողանաս բանակցել, բերել հակափաստարկներ, երբեմն չվախենալ կորուստներ ունենալուց, չվախենալ, որ եթե օրինակ հարաբերությունների մեջ շատ է հանդիպում, որ զույգերից մեկը ունենում է միայնակության վախ։ Եվ այդ միայնակության վախը բերում է նրան, որ անձը ամեն ինչի պատրաստ է, անգամ ֆիզիկական բռնության։ Որտեվ ինքը չի պատկերացնում, եթե ես այս ամուսնուն չունենամ, այս մարդը իմ կյանքում չլինի, ինչ կլինի իմ հետ։ Որտեվ ինքը չի հասցրել կրթության հարց լուծի, այսինքն ինքը սոցիալապես կայացած չի։ Ամփոփելով ինչ կարող ենք ասել, ամուսնանալուց առաջ շատ կարևոր է, որ անձը սոցիալապես կայացած լինի։ Պարզ հաշվարկ։ Մասնագիտություն, աշխատանքի հարց, նույնիսկ շահավետ է, որ դու երեխա ես ունենում եւ դեկրետ ես գնում։ Դու տանը նստած կարող ես աշխատավարձ ստանալ, բայց շատերը այդ պարզ հաշվարկ անգամ չեն անում, որ սպասի մի հատ աշխատանքի հարց լուծեմ, նոր օրինակ երեխա պլանավորեմ։ Ես ամուսնանալուց 2 տարի պլանավորած մենք երեխա չենք ունեցել, որտեվ իսկապես հաշվարկ էր դա, որտեվ դա կարևոր որոշում է, բայց մարդիկ հաշվարկել չգիտեն իրենց կյանքը։ Ամուսնանալն էլ պիտի հաշվարկված լինի։ Երբ որ ես սա ասում եմ, մարդիկ չեն հասկանում ինձ, բայց ես ասում եմ, բայց սա կյանքի կարևորագույն որոշումն է, որ քո ամբողջ կյանքը կարող է գլխի վրա շուրջ տալ։ Հասկանում են հաստատ մի քանի տարի հետո, ինչ է նշանակում հաշվարկել, այստեղ նյութականի մասին չէ։ Ընդհանրապես ոչ, երբեք նյութականի մասին չի, բայց արդյոք քո դիմացինը պատրաստ է կրելու այս պատասխանատվությունը։ Լավ, ասենք դու պատրաստ ես, իսկ դիմացինը մարդիկ չգիտեն որտեղ են ապրելու, ինչպես են ապրելու, աշխատավարձի հարց լուծված է թե ոչ, բայց ամուսնանում են։ Եվ դրա համար մենք այսքան ամուսնալուծությունների ենք հանդիպում, որտեղ մարդիկ կենցաղային կյանքը չեն պատկերացնում։ Այսինքն ամփոփելով Արուս, ուզում եմ ասել, որ նախ այս ամենը պետք է սկսի դպրոցներից կրթել տալով ծնողավարման հմտություններ, ամուսնական կյանքի մասին որոշակի պատկերացումներ, սեռական կյանքի մասին որոշակի պատկերացումներ, քիչ առաջ որ նշեցի, ես ունեցել եմ զույգ այդքան տարի ամուսնացած լինելով, հավատարիմ, բայց սեռական կյանքով չեն ապրել, դա աղետ է։ Իսկ սրա պատճառն ինչ է, որ մենք սեռականության հարցով ենք տգետ եւ ամաչում ենք հարցեր բարձրացնել, այո, փակ թեմաներ են, բայց չէ որ դու մտնում ես այդ դաշտ պիտի սերտես, պիտի ուսումնասիրես, այսինքն թող այս դերը իր վրա վերցնի դպրոցը, ծնողը, հա, օքեյ, դպրոցը չի անում, դու որպես ծնող մտածիր, ինչպես ես պատրաստեմ իմ երեխային, որը 10 տարի հետո, մեծ թիվ է, չէ, 10 տարի հետո մայր է դառնալու։
հայր է դառնալու, ինչպես պատրաստ եմ։ Այսինքն, որ դուք հիմա գուցե ակնկալում են ինձանից լսողները, որ ես ինչ-որ կոնկրետ պետք է ասեմ 10 կետ, որով դուք կհասկանաք պատրաստ եք ամուսնության, թե ոչ չկա 10 կետ, բայց կա ընդհանուր, այսպես մի հատ համակարգ, որի մեջ դու մտնելու ես եւ արժի շատ մանրամասն դետալային ծանոթանալ։ Ուսումնասիրել։ Այո, այդ համակարգը, որի անունը ընտանիքը, ինչ է իրենց ենթադրում։ Այդ սեռական կյանքը, որով ես պիտի ապրեմ ամուսնությունից հետո, ինչ է իրենց ենթադրում։ Այդ ծնողավարման դերը, որի մեջ ես պետք է մտնեմ, դա ինչ է իրենից ենթադրում։ Պատրաստվել